Պարոն վարչապետ, հարցս կլինի կոնտեքստում ինչ-որ ներկայացվեց ձեր կողմից այդ շեշտադրումների, հայտնի խորհրդային շրջանի ղեկավարի խոսքերը հիշելով, ով ասում էր, որ շատ դեպքերում ամեն ինչ որոշում են կադրերը։ Հարցս հետևյալն է, ձեր մտքում կամ ձեր օրակարգում ինչ ռազմավարություն կա, մասնավորապես կարճաժամկետ եւ միջնաժամկետ առումով կառավարությունում եւ առհասարակ Հայաստանում կադրային ոլորտի լավարկումներ իրականացնելու, այսինքն ավելի լավ որակյալ կադրեր ներգրավելու առումով։ Ոնց եք պատկերացնում այդ մասը։ Գիտեք, ես մի համոզմունք կիսեմ ձեզ հետ, որ այնուամենայնիվ կադրային հարցում մի կարևոր կոմպոնենտ կա, որը մեր իրականության մեջ թերագնահատված է, դա տվյալ գործող անձի գաղափարական պատրաստվածության հարցն է։ Այդ խորհրդային միության ժամանակ այդ մարդիկ, որ ասում են ամեն ինչ որոշում են կադրերը, առաջին հերթին նկատի ունեին գաղափարական պատրաստվածությունը կամ առաջիններից մեկը գոնե նկատի ունեին գաղափարական պատրաստվածությունը եւ մեր կադրային խնդիրների մի մասը կամ մի զգալի մասը կապված է եղել այս խնդրի հետ։ Գիտեք ինչ խնդրի հետ, բայց այդ խնդրը այդ մարդկանց խնդրը չի։ Այդ խնդրը ռազմավարության խնդրն է, որ մենք շատ հստակ չգիտենք, թե մենք ինչ ենք անում, առավոտ մենք գալիս ենք գործի։ Հասկանում եք, կա մի շատ կարևոր հարց։ Մենք առավոտ եկանք աշխատանքի, պատկերացրեք դուք բոլորդ, մանավանդ ձեզ համար դա շատ հասկանալի կլինի, հենց առանձնապես պատկերացում չկա, մենք ինչ ենք անում, ոչ միայն այդ օրը, որ առավոտ եկել ենք, բայց այդ օրից սկսած եւ բանա, չէ, ընդ որում քաոս կլինի, եթե այսօր մի բանի համար ենք եկել գործի, վաղը մյուս, երրորդ օրը, չորրորդ օրը, չորրորդ։ Պետության ռազմավարությունը այն ինչի մասին պարոն Մուսայելյանը հարցրեց, պետության ռազմավարությունը նույն կադրային կամ որոշումների որակի համար շատ կարևոր է, որովհետև երբ որ կա ռազմավարություն, երբ որ հստակ դու պատկերացնում ես ինչի համար ես եկել գործի եւ այսօր այն ապագայի հետ կապված ինչ խնդիր պետք է լուծես, շատ մարդիկ հենց այդ նույն մարդը դառնում է շատ ավելի պրոֆեսիոնալ։ Ես բացարձակապես չեմ թերագնահատում միջև մեզ հայտնի բոլոր պարամետրերը, սկսած կրթությունից, կրթությունը անընդհատ, շարունակական եւ այլն, բայց գաղափարական պատրաստությունը վեկտորը մենք ուր ենք գնում, որ ուղղությամբ ենք շարժվում, ինչ դա չափազանց կարեւոր է եւ մեր կադրային լիքը հարցեր այն խնդիրները, որոնք կապվում են կադրերի հետ, շատ հաճախ կապված է եղել ռազմավարության բացակայության հետ, որտեղ մենք մոլորված ենք։ Հասկանում եք, ես ձեզ պարզ բան եմ ասում, որի մասին 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի մասին մեր պատկերացումը, որն է այնուամենայնիվ Հայաստանը որն է։ Հասկանում եք, հնարավոր չի էֆեկտիվ կառավարել, երբ որ դու չգիտես քո հիմնարկը, հազար ներողություն, այս կոպիտ, երբ որ դու չգիտես քո հիմնարկը լավ որն է։ Հնարավոր չի կառավարել այդ հիմնարկը, երբ որ դու չգիտես քո հիմնարկը որն է։ Իսկ մեր խնդիրը բոլոր Հայաստանի բոլոր ժամանակների, բոլոր իշխանությունների մեծագույն խնդիրը եղել է այն, որ տենց էլ մեր ոչ մի իշխանություն չի իմացել լավ իր հիմնարկը որն է։ Ընդ որում տարբեր իշխանություններ չեն իմացել տարբեր չափով։ Մի իշխանություն չի իմացել այս չափով, մյուս իշխանությունը չի իմացել ավելի մեծ չափով, այն մյուս իշխանությունը չի իմացել ավելի մեծ չափով։ Հիմա իմ առաջարկը այն է, որ մենք կադրային հարցի լուծման համար գաղափարական պատրաստվածությունը։ Ասենք օրինակ Մասիս ծառը ինչի ենք մենք Մասիս ծառի բանը հանում սահմանային կնիքի վրայից։ Ընդ որում դա առաջացել է հայտնվել 2004 թվականին, որը արտահայտում է այդ իմ ասածը, որ մի իշխանությունը մի ձևի չի իմացել իր հիմնարկը որն է, մյուս իշխանությունը երկրորդ ձևի չի իմացել, այն մյուս իշխանությունը երրորդ ձևի չի իմացել։ Որովհետև մենք ուզում ենք իմանանք մեր հիմնարկը որն է, ժողովուրդ ջան։ Մեր հիմնարկը որն է։
Պատկերացրեք ակսելերացիոն կենտրոնը գիտենք այդքան է վստահ չենք, ինչքան է, որտեղ է, հնարավոր է կառավարել այդին, բացառված է չենք կարող կառավարել։ Եվ լավագույն կադրերն էլ կշփոթվեն։ Եվ այնենք չի, որ մեր կառավարությունում 30 տարվա ընթացքում չեն եղել top մակարդակի պրոֆեսիոնալներ։ Բայց շատ top մակարդակի պրոֆեսիոնալներ 3 ամսում դառել են ծաղրի առարկա, շատ հաճախ։ Ու մենք չենք էլ հասկացել, լավ էս մարդը ոնց որ թե կրթությունը տեղը, կենսագրությունը տեղը, լեզուները գիտի, ամեն ինչ տեղը, լավ ոնց ալնում, որ 3 ամսվա մեջ կամ մի տարվա մեջ դառնում են ծաղրի առարկա։ Նույն պատճառով, որտեղ ինքն էլ չգիտի ինքը ինչ է անում, մենք էլ չգիտենք ինքը ինչ է անում, ոչ մեկ չգիտի ինքը ինչ է անում, ու ոչ մեկ չգիտի ոչ մեկ ինչ է անում։ Ես առաջարկում եմ, ասում եմ, եկեք կենտրոնանանք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա, մենք ինչ ենք անում։ Պետություն ենք ամրապնդում, պետություն ենք հաստատում, զարգանում ենք, հարստանում ենք եւ հարստացնում ենք։ Հարստանում ենք անհատները հարստանում են եւ այդքանով հարստացնում են պետությանը։ Ասում եմ եկեք մոդել տնենք, որ պետությունը պետք է ուժեղացնի անհատին, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Ոնց պետք է պետությանը անհատին մարդուն ուժեղացնի։ Այդ հարցին ես ունեմ 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ 4-5-րդի մասին կարող ենք 4-5-րդի մասին մտածել։ Երբ որ ես այո ինձ համոզմունք այս ասում եմ հարգելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում լավ ապրող մարդկանց 80%-ի լավ ապրելը կապված է իրանց կրթության հետ։ Դա իմ կարծիքով դա կրթության մաս է, որովհետև աշխատելը, այսինքն ռուտին ունենալը օրվա դա կրթական հարց է, որովհետև մարդը պիտի իմանա, որ դա կարևոր բան է, դա այդ գիտական հիմնավորված բան է, չէ՞ որ օրվա ռուտին ունենալը կարևոր բան է, որ դու նույն ժամին ճաշում ես, նույն ժամին քնում ես, նույն ժամին արթնանում ես, պետք է այդ ժամին վազես, այդ ժամին չգիտեմ ինչ անես։ Եվ ստեղ է որ բոլորը հասկանում եք մարդը պետք է գտնի իր տեղը։ Բայց այդ տեղը պետք է կոմֆորտ լինի այնուամենայնիվ, պետք է իրան չշփոթեցնի։ Եվ էլի շարունակելով լավ ապրող մարդկանց 80%-ի լավ ապրելը կապված է իրանց կրթության հետ, վատ ապրող մարդկանց 80%-ի վատ ապրելը կապված է իրանց կրթության հետ։ Ես դրան միանշանակ համոզված եմ, ես իմ աշխատանքի, պրակտիկ աշխատանքի արդյունքում եմ, ես դրա ամեն օր ես աշխատում եմ գոնե 10-20, առավոտ շուտ մի ժամ էլ շուտ եմ արթնանում, 10-20 քաղաքացու նամակ կարդամ, որովհետև ինձ հետաքրքիր է։ Ու ես մարդու տեքստից արդեն գիտեմ իր խնդրեմը ինչ է։ Ինքը ինձ գրել է, ասենք ենթադրենք 10 տող նամակ է գրել։ Արդեն ես տեքստից գիտեմ ինչն է, որտեղ է իր խնդրեմը, եւ այդ տեքստերն են, որ ինձ բերել են այս եզրակացության։ Հետևաբար կադրը ոնց հաջորդ խնդիրն էլ կա։ Եթե մեր դպրոցների 70%-ը ավերված վիճակում է հանրապետության, կառավարությունում կներեք լավ կադրը ինչի պետք է գա աշխատի, դուք ինչի պետք է գա կառավարությունում աշխատեք։ Դուք կգաք կառավարությունում 200,000 դրամով կաշխատեք, եկեք, բոլորիդ հրավիրում եմ։ Ոչ մեկը չեք գա, չէ՞, նույնիսկ հա տենց որ առաջարկ անեմ ձեզ կժպտակնեմ։ Ինքը կներեք, ինքը մեր քաղաքական գործունեության շատ վաղուց մասնակից է, շատ երկար, հա, իհարկե չէր գա։ Կարող է մի հատ sense խիստ քայլ անենք ու այդ քայլին գնանք ու վերանայենք պետական ապարատի։ Հիմի դրան նախագիծը կա, ես ձեզ անկեղծ ասեմ, գիտեք ինչքան է քննարկում ենք այդ որոշումը, որը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց ինչի չենք բարձրաձայնում այդ որոշման մասին։ Ասեմ ինչի չենք բարձրաձայնում։ Վախենում ենք, որովհետև նոր առիթ ենք տալու, որ ասենք Հայաստանի ակտիվ հանրության 97%-ը իր իմացած բոլոր հայհոյանքները ուղղի մեր հասցեին։ Վախենում ենք։ Մտածում ենք, հիմա այդ բոլոր սխեմաները կան, պատրաստ են, հիմա որոշումները կայացված են, հիմա ես հանձնարարել եմ, որ մենք հանրային կոմունիկացիա ռազմավարություն մտածենք, թե ոնց անենք, որ հայհոյանքները
ճիշտ կառավարենք։ Խնդիրը ինժեներներից դեպի։ Հա։ Ինժեներների հետ համատեղ են խնդիրը ձևակերպել։ Այ էդ էլ հաջորդ բանն է, որ պաշտոնական ձևակերպումը հետևյալն է, որ պետական հատվածում աշխատանքը մրցունակ չի մասնավոր հատվածում աշխատանքի հետ։ Բոլոր լավ մասնագետները դուք գիտեք որտեղ են, ու իրանց մենք խնդրենք աղաչել քչերը, հա, նրանք ովքեր այդ բանը գաղափարական պատրաստվածությունը երբ որ ասում էին, դա, հա, գաղափարական պատրաստվածությունն է, ինչ որ մի ժամանակից հետո մարդը կասի լավ, հա, օքեյ, գնամ 2 տարի հլտենամ ինչքան կձգեմ աշխատեմ կձգեմ թե Չէ, մի հատ